Բնականաբար մենք հաշվի առնելով, որ բավականին փոփոխական եւ դինամիկ համատեքստ է քաղաքական, մենք շատ երկարատև նպատակներ մեզ համար չէին կարող գրանցել, ֆիքսել, բայց երկու կարևոր նպատակ այո մենք հետապնդում ենք եւ կարող ենք ասել, որ առաջընթացը բավականին տպավորիչ է եւ դրական։ Առաջինը դա տրամադրությունների վրա հասարակություններում ազդելն է եւ մեր ադրբեջանցի գործընկերները ներկայացրել են, թե ինչպիսի տարաբնույթ արձագանքներ կան ընդհանրապես խաղաղության եւ հարաբերությունների նորմալացման գործընթացի նկատմամբ, նշում էին 4 խմբեր, սկսած նրանցից, ովքեր ողջունում են հիմնականում գործընթացը Երևանի եւ Բաքվի միջեւ եւ վերջացած նրանցով, որոնք համարում են, որ Ադրբեջանը դեռ բոլոր իր նպատակները չի իրականացրել եւ դեռ պահանջելիք ունի եւ ստանալիք ունի։ Եվ բնականաբար մենք կարծում ենք, որ այդ խմբերի միջև պետք է լինեն քանակական փոփոխություններ, այսինքն մենք ձգտում ենք նրան, որ այն խումբը, որը ողջունում է գործընթացը, հնարավորինս մեծ դառնա այդ սեգմենտը ադրբեջանական հասարակությունում եւ մեզ վստահեցնում էին, որ այդ գործընթացը, այդ դինամիկան այո կա, այսինքն դրական վերաբերմունքը հարաբերությունների նորմալացման եւ խաղաղության հաստատման ակնհայտ է։ Մենք կարող ենք դրա մասին դատել նաեւ մեր հաղորդումներում, որոնք թողարկում ենք Բաքվի եւ Երևանի մամուլի ակումբի համագործակցությամբ, արդեն ասել ենք նրան, որ շաբաթական 5 այդպիսի հաղորդումներ ենք անում երկկողմանի, որտեղ մասնակցում են փորձագետները, հասարակության ներկայացուցիչները երկու երկրների եւ երբ վերլուծում ենք մեկնաբանությունները, տեսնում ենք, որ դրականը գնալով ավելի շատ է դառնում։ Եվ երկրորդ կարևոր նպատակը, միգուցե գործընկերներս կավելացնեն այդ նպատակների, դա նաեւ որպեսզի լինեն նոր գաղափարներ, հետարքիր կրեատիվ մտքեր, նախաձեռնություններ, որոնք կամրապնդեն պաշտոնական մակարդակով գործընթացը։ Եվ այստեղ նույնպես մենք տեսնում ենք փոխադարձ հետաքրքրություն մասնակիցների կողմից եւ արդեն ոչ թե մեծ ֆորմատով, այլ երկուսը իրար հետ կամ 4-ը իրար հետ կսկսեն ինչ-որ նոր պրոյեկտներ եւ նախաձեռնություններ, նույնպիսի, ասենք, ինչպիսին արդեն տարիների ընթացքում մենք շուտով կնշենք 30-ամյակը իրականացնում են Բաքվի եւ Երևանի մամուլի ակումբները։ Շնորհակալություն, պարոն Ավասարդյան, մի քանի բան հավելեմ, առաջինը մի քանի գաղափարներ կան, որոնք արդեն իսկ քննարկվում են եւ այո, պարոն Ավասարդյանը շատ ճիշտ ասաց, որ առաջիկա շրջանում ըստ էության մի փոքր դադար է նախատեսվում կապված հայտնի Հայաստան ներքաղաքական իրադարձությունների հետ, որոնք սպասվում են, որոնց արդյունքում հնարավոր է ուրեմն ֆորմատի էական աճ, էական լայնացում, կլաստերներով աշխատանքի անցում, ինչ ասա նշանակում, որ տարբեր խմբեր ներգրավված լինեն, որոնք որ այդպես ուղիղ երկխոսության մեջ իրար հետ կլինեն, օրինակ բնապահպաններ, բիզնեսմեններ, տնտեսագետներ, այսինքն այսպես կլաստերային բնույթի աշխատանք, այն ինչ որ պարոն Ավասարդյան ասում էր 2-3 հոգի ամեն կողմից, որոնք որ իրար հետ ինչ որ նախաձեռնություններ, միջոցառումներ կփորձեն իրականացնել։ Երկրորդ ուրեմն շերտը, որ ուզում էի նորից ասել, դա այն աշխատանքն է, որ երկու նախաձեռնող խմբերը իրանց համապատասխան հասարակությունների ներսում անում են հանդիպումներից անկախ եւ հանդիպումների միջև, որը որ նույնպես շարունակվելու է։ Կա նաեւ գաղափար մի այսպիսի մեծ ռազմավարություն մշակելու կամ մեծ պլան մշակելու, թե տարիների համար, ինչպիսի աշխատանք է պետք, ուրեմն, որովհետեւ գիտեք, խաղաղության համաձայնագրի ստորագրումն անգամ իմ կարծիքով խաղաղությունը չէ։ Դա ավելի ճիշտ դա խաղաղության վերջնակետը չէ, դա իրականում խաղաղության մեկնակետն է։ Այ որ պահին կստորագրի եւ կվավերացվի խաղաղության համաձայնագիրը երկու երկրների միջեւ, ես կարծում այդ պայս նոր սկսվելու է իրական խաղաղաշինական գործընթացը երկու հասարակությունների միջեւ եւ իրական խաղաղության ձևավորումը երկու հասարակությունների միջեւ։ Ունեք հավելելու բան ըստ թեմայով։ Քննարկել, տեսեք, քննարկելու առումով երկու հասարակություններին հուզող բոլոր թեմաները այսպես թե այնպես քննարկվում են։ Չկա թեմա, որը որ չի քննարկվում այս հարթակում։ Բնականաբար այլ բան, որ այո, կողմերը ունեն իրենց կարմիր գծերը, որոնցից անդին քաղաքական որոշումներ կամ քաղաքական ուրեմն իրադարձություններ տեղի չի ունենա, բայց քննարկման առումով մենք հասել ենք այն իրավիճակին, որ մեր համար չկան ինչ-որ տաբու թեմաներ, որոնք որ մենք չենք քննարկում իրար հետ։
Okay, ես կարող եմ ասել կրկնել այն ինչ Արեգը ասաց, հաստատել իր ասածը, որ տաբու թեմաներ չունենք, այլ բան, որ կողմերը այնքան ողջամիտ են, որ կան թեմաներ, որոնք հասկանում ենք, որ ավելի խորը քննարկել այս պահին ի վիճակի չենք, եւ ընդհանուր առմամբ գաղտնիք չեմ ասում, որ երկու կողմերն էլ դեռ անցյալը քննարկելու ունակ չեն եւ պատրաստված չեն ամոքել իրենց ցավերը, չեն վերականգնվել, բայց այս նախաձեռնությունը նաեւ այն մասին է, որ կգա մի օր, երբ մենք կկարողանանք նաեւ այդ շատ ցավոտ հարցերը միասին քննարկել։ Ես իմ խոսքի սկզբում նշեցի, որ անշուշտ քննարկել ենք դա եւ քննարկել ենք ոչ մեկ անգամ եւ ոչ մեկ պատվիրակ է, որ այդ հարցը բարձրացրել է բազմաթիվ հայկական կողմը ներկայացնող պատվիրակների խոսքում ելույթներում հնչել է այս հարցը, ինչպես նաեւ անհայտ կորածների հարցը։ Մենք չենք առանձնացնում ռազմաքաղաքական եւ այլ, մենք ընդհանուր առմամբ պահվող անձանց մասին ենք խոսում եւ նորից եմ կրկնում, մեր մոտեցումը հետեւյալն է, չի տեղավորվում այլևս այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ։ Այսքանով կսահմանափակվեմ, իմ խոսքի սկիզբը լսել եք արդեն։ Շնորհակալություն, երկրորդ հարցի հետ կապված մի քանի բան կասեմ, առաջինը իհարկե ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որտեղ մեծագույն առումով խաղաղության գործընթացի ապագան կախված է հենց այդ փոփոխականից։ Եկեք այսպես ուղիղ խոսենք, որ այս պայծառ խաղաղության գործընթացի մեջ ամենամեծ փոփոխականը Հայաստանի խորհրդարանական ընտրություններն են։ Եթե ընտրություններ լինեին Ադրբեջանում, ենթադրում դա կլիներ փոփոխականը, մեր մոտ ընտրությունները մեր մոտ փոփոխականը։ Սա ասելով հանդերձ, ես ուզում եմ նաև նշել, որ ադրբեջանական կողմը բավականին կոռեկտ էր իր բոլոր հայտարարությունների, հարցադրումների, դիրքորոշումների մեջ, իրենք անընդհատ նշում են, որ մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ներքին գործն է, մենք որևէ կերպ, որևէ ոնց որ ասած միջամտություն կամ նկարտում չունենք դրան մասնակցելու կամ դրա